Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, նորանոր լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ նաև ակնհայտորեն այս կամ այն առնչությունը ունեն այս կամ այն քրեական գործի հետ անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ լցվել են լրատվական դաշտ ու լրատվական տերորը հասել է մի նոր մակարդակի ու նոր բարձունքի։ Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով պատմական մաքսիմումի վրա է հասել։ Նմանատիպ մակարդակի եղել է ենթադրում եմ մեկ էլ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձ դաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում էր ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ինչու՞ չէ տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Ինչ որ նոր բան կամ նոր ասելիք որպես այդպեսին չգեներացնող ընդդիմադիր քաղաքական միտքը անցել է հին ու բարի իրենց կողմից մեկ անգամ արդեն իսկ փորձված ու աշխատած տարբերակին։ Ուղղակի ցեխոտել, ուղղակի վիրավորել, ուղղակի ատելություն քարոզել քաղաքական մեծամասնության եւ նրա աջակիցների նկատմամբ։ Մեծամասնությանը անվանել թուրք ու դավաճան, աջակիցներին ժեղ ու նորից թուրք։ Թուրք, դավաճան, ժեղ, թուրք, դավաճան։ Այս պրիզմայից ոչ մի կերպ դուրս չեկող ընդդիմադիր լրատվականները հաճախ, ինչն ամենահետաքրքիրն է, բայց այս ընդդիմադիր լրատվականները չեն խորշում խոսելուց ատելության խոսքի տարածման մասին։ Ու իդեպ ատելության խոսքի տարածման մեջ մեղադրում են այնպիսի լրատվականների, որոնք դրանով աչքի չեն ընկնում երբեք։ Այ մասնավորապես վերջերս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ակցիա են անում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Սամվել Շահրամանյանի դեմ։ Մենակ տեսնեիք, թե ընդդիմադիր լրագրողները ինչպես էին խոսում այդ մարդկանց հետ։ Ուղղակի տեսնեիք, ընդամենը նրա համար, որ այդ Լեռնային Ղարաբաղի կոնկրետ այդ քաղաքացիները իրենց քաղաքական օրակարգը չեն սպասարկում։ Իսկ ո՞րն է իրենց քաղաքական օրակարգը։ Տանել միկրոֆոնը դեմ տալ ինչ-որ մի հատ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի, խնդրել, համոզել, չգիտեմ ինչ եղանակներով բան անել, որ մաքսիմալ ատելությամբ լի վերնագիր ստանան այդ մարդուց իշխանությունների նկատմամբ։ Հողեմ, անիծեմ, թաղեմ քեզ, երեխեքիդ, կնոջդ, հողեմ, թաղեմ, անիծեմ։ Նմանատիպ բառապաշարով վերնագիրը ստանա, այդ վերնագիրը տեղադրեն սենց հպարտ դեմքերով, հետո այդ վերնագրին ի պատասխան ակնհայտ է, որ ատելության խոսքին ի պատասխան հասարակության շերտերը պատասխանելու են ատելությամբ, այդտենց չգրված օրենքը, շատ վատ է ու ես դա դատապարտում եմ։ Բայց այդ վերնագրին ի պատասխան քաղաքացիների կողմից հնչածը գան ու սենց դատապարտեն լուրջ դեմքերով, էլի սենց ոնց որ մարդու իրավունքների եվրոպական դատարանից հենց նոր դուրս եկած սենց սպիտակ օձիքով մարդկանցից բան անեն, մարդկանց դեմքով սենց դատապարտեն, այ ատելության խոսք է տարածում, այ դուք եք տարածում այդ ատելության խոսքը, ձեր լրատվականներն են տարածում այդ ատելության խոսքը, ամենօրյա ռեժիմով են տարածում այդ ատելության խոսքը, ու մեր քաղաքացիները դրանից պաշտպանվելու ինչ-որ մի միջոց պետք է գտնենք, մենք պետք է գտնենք, որտեղ սա աննորմալ է, այս մակարդակի ատելության խոսք, ես ձեզ անկեղծ եմ ասում, ուղղակի նայեք, քանի լրատվական է բացել ընդդիմադիր բանը, այդ մեդիա, չգիտեմ էլ ինչ, մեդիա կոնգլոմերատը որպես այդպիսին, տոննաներով, միլիարդների փող է ծախսում, 90% իհարկե ոչ օրինական գրանցված է, լրագրողների 90%-ին իդեպ սևով են գրանցում ու չգիտեմ ոնց են փողը տալի, որին նայես նվազագույն աշխատավարձով է գրանցված, ես ձեզ անկեղծ եմ ասում, նվազագույն աշխատավարձով ոչ մի լրագրող միկրոֆոնը չի վերցնի ու գա ազգային ժողով, դա անհնար է ուղղակի։ Հարկերը թաքցնում է, սևով փողը տալիս են գրպանները, ատելության խոսք են պահանջում։ Էդ է պահանջը, գնացեք, սևացրեք, ցեխոտեք, ատելության խոսքը տարածեք, դա է։ Միակ նարատիվը էդ է։ Ու մի հատ էլ այստեղից գալիս են ասում են, բա իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան։ Դաշտի 90%-ը ձեր ձեռն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռն է, որը բացում ես ատելության խոսք, ասենք ձեր լրատվամիջոցներով, հարգելի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներ, ձեր լրատվամիջոցներով, ընդդիմադիր լրատվամիջոցներով վերնագիր է տարածվում։ Ազգային ժողովում լիքը դեպուտանկաներ կան, կներեք արտահայտությանս համար։ Ձեր մեդիան է, ձեր մեդիայի դեմքն է, հասկանում եք։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում, ինչ եք տվել, որ չեք առել։
Ինչի եք ուզում հասնեք դրանով, ում եք ուզում ինչ հասկացնեք։ Թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան։ Բանի պես sense կրկնում են ու իրանց թվում է թե sense անընդհատ կրկնելով այդ նստվածքը տալու է մարդկանց մեջ։ Բայց ամեն ինչ իր չափն ունի, հարգելի գործընկերներ։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սուտն ու կեղծիքը ամենօրյա բան է դարել ընդամեն։ Ընդդիմադիր ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Գյումրու ընտրություններից առաջ վերնագիր է տալ։ ՔՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-ն է, ՔՊ-ն խոճապի մեջ։ Սարիկ Մինասյանը երբեք 4-ը չի եղել, երբեք չի եղել մի հարցում, որով Սարիկ Մինասյանը առաջի տեղում չլինի։ Հիմա հարց, ինչքան փող եք տվել, որ լրատվականը տենց վերնագիր գրի։ Ինչի համար է լրատվականը այդ կեղծ վերնագիրը գրում։ Ինչի դիմաց է այդ կեղծ վերնագիրը գրում։ Ընդդիմադիր մեդիան ստի ասեղի վրա նստածրած ու ատելության ասեղի վրա մարդկանց նստածրած։ Այն անդիմության մի ներկայացուցիչը տոննայով կակայինը բերում է, այն մեկն էլ սուտն ու կեղծիկն ատելությամբ մեդիաներով է տալի, էլի, ասեղա, որ սարքել է կոնկրետ։ Հետո այստեղ ատելության քարոզ։ Ձեզնից լավ ատելության քարոզ ձեր լրատվականները նայեք մի հատ։ 800 ես իմ քանի հատ ընդդիմադիր լրատվական կա առհասարակ այդպես բան եղել է Հայաստանի պատմության մեջ, որ այդպես 3-4 հատից ավել ընդդիմադիր լրատվականներ։ Դաշտի 90%-ը ընդդիմադիր լրատվականներն են, 90%-ով հալալ բոլորով 100%-ը ատելության քարոզը։ Մաքրամաքուր ատելության քարոզը։ Վիրավորանքը ամենանողկալի ու ամենափողոցային ձևով։ Ամենափողոցային բառապաշարով ուղղակի։ Ու այստեղ գալի ատելությունից են խոսում, այս մի բանից են խոսում, այն մի բանից են խոսում։ Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում ու ես ձեզ խնդրում եմ ինքներդ ձեզ ազատել այդ ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից։ Ուղղակի մի հետևեք այդ լրատվականներին ու մի փչացրեք ձեր նյարդերը։ Սա ինչի եմ ասում, որտեվ ամեն երկրորդ քաղաքացին ասում է, խիչ եք դրանց փակում, խիչ եք դրանց որջերը փակում։ Ես իհարկե բացատրում եմ, որ կա խոսքի ազատություն, որ չի կարելի, որ եւ այլն, բայց մարդն ասում է դուք հասկանում եք, չէ, իրանք ինչ են անում։ Շատ հաճախ այս վերջերս մի մարդու հանդիպել, ասում է դաշնակները անում են նույն բանը, ինչը որ արել են հոկտեմբերի 27-ից առաջ։ Ինֆորմացիոն նախապատրաստություն։ Ես մեզ լավ։ Ու իրականությունը հենց այն է, հարգելի քաղաքացիներ, որ ատելության այդքան խոսքը, այդ ամբողջ մաղձը, որ թափվում է որպես այդպեսի, դա պատահական չի ու պատահական լինել չի կարող։ Այդքան փող հենց այնպես ոչ մեկ չի դնում ինչ-որ բանի մեջ։ Այդքան փող, որ ծախսվում է Հայաստանում ընդդիմադիր մեդիայի վրա, ես ձեզ ասում եմ, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից։ Դուք չեք պատկերացնում, անկեղծ թե ինչքան ծախսատար բան է այդքան մեդիաներ ունենալ։ Օրինակ մեր կուսակցությունը ունի օրինական գրանցված լրատվամիջոց, որը եւ աշխատում է համապատասխան գումարներով, որոնք որ բաց եւ թափանցիկ կերպով փոխանցում են այդ լրատվամիջոցին։ Բայց ընդդիմադիր լրատվականները դուք ուղղակի նայեք, ես ուղղակի Պեկին էլ եմ կոչանում, ասում եմ, մի հատ ուղղակի մտեք ստուգեք։ Ցանկացած լրագրող որ տենում եք, հարցրեք դուք որտեղ եք գրանցված եք, արդյոք ու ինչքան աշխատավարձ եք ստանում։ Սեյվով բոլորը 90%-ը սեյվ, լրատվամիջոցի փողերը որտեղից, հարց, որտեղից լրատվամիջոցի փողերը, լրատվամիջոցը կարա գումար աշխատի գովազդներով, հարց չկա, որտեղից այդ գովազդները, կան այդ գովազդները, հաստատ կան, քանի դիտման համար է այդ գովազդները, այդ ֆիկտիվ պայմանագրերի ձևն էլ գիտենք, էլի տեսել ենք, ետ ենք տեսել, ասենք քանի դիտում եք հավաքել, որ այսքան փող եք ստացել, չկա այդ գումարը, հասկանում եք, կա քաղաքական փող, կոռուպցիայից գոյացած, ինչու՞ չէ, նաև տեղ-տեղ թմրամիջոցների վաճառքից գոյացած, դե այդ ամեն դեպքում այդ 800 կիլո կոկայինը անիմաստ չէին բերում երկիր։ Ու այդ փողը ներդնում են ընդդիմադիր մեդիայի մեջ, որպեսզի մեզ ասեն թուրք ու դավաճան, որպեսզի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին ասեն թուրք ու դավաճան։ Ու սրա վերջը պետքա տալ։ Ես չգիտեմ ոնց, բայց ես վստահ եմ, որ սրա վերջը պետքա տալ։ Իհարկե ոչ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը տվեց Ամեկ+-ի վերջը, բայց ես կարծում եմ դրա վերջը պետքա տալ ուղղակի օրինական, օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք կպարտադրեն, որ նարկոբարոնների ու կոռուպցիայի գոյացած փողերը լրատվական դաշտից հեռու մնան, որովհետև կներեք, երբ որ լրատվության համար վճարում են մարդասպաններն ու մարդակերները, նրանք դրանով քարոզում են հենց մարդասպանություն ու մարդակերություն։ Շնորհակալություն։